Քաղաքային իշխանությունը գտել է ձևը, ինչպես ֆիքսել, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղևարձը։ Տեխնիկական հնարավորություն կա դա արձանագրելու։ Ուղևորների մոտ 80%-ը ըստ քաղաքապետի բարեխիղճ վճարում է, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավենյանը ընդունել է, թեև տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։ Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահել դրանց պատշաճ տեսքը։ Այս դրույթը նախատեսված է տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր խմբագրությամբ, որն այժմ քննարկվում է կառավարությունում եւ շուտով կներկայացվի խորհրդարան։ Կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնական փոխել դրանց ճակատային հատվածը։ 2024-ին մթերվել է 67,400 տոննա պտուղ բանջարեղեն եւ 165,000 տոննա խաղող, հայտնում է էկոնոմիկայի փոխնախարարը։ Գյուղատնտեսական մթերումների հումքի ծրագրով հաստատվել է 214 հայտ, շուրջ 16,9 միլիարդ դրամի ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 8037 բերքի գնման պայմանագիր եւ տրամադրվել 3,27 միլիարդ դրամի սուբսիդիա։ Խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով նաեւ 4 ընկերության տրամադրվել է շուրջ 3,1 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք։ Հունիսի 13-ից սկսում է Երևան-Սևան շորժա սեզոնային էլեկտրագնացքի երթևեկությունը։ Գնացքը գործելու է շաբաթական 3 օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Երևանից մեկնելու է ժամը 08:30-ին, շորժա է հասնելու 11:43-ին, վերադարձը 17:00-ին։ Բարձրացել են մշակութային ոլորտի հաստատությունների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների, սպորտ դպրոցների բոլոր աշխատակիցների աշխատավարձները։ Երևանի քաղաքապետն է տեղեկացրել։ Նախորդ տարի այս ոլորտում Երևանի քաղաքապետարանը ծախսել է 17,4 միլիարդ դրամ։ Անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելուն, Ավենյանը նշել է, որ դա արվում է երեխաների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը կանխարգելելու եւ իսպառ բացառելու համար։ Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի է ունեցել Մարտիրոս Սարյան ծանոթ եւ անծանոթ դեմքեր ժամանակավոր ցուցադրության բացումը, նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Ցուցադրությունն ներկայացնում է նկարչի թանգարանում պահվող ամբողջական հավաքածուն, կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ եւ վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների, ծանոթ եւ անծանոթ շուրջ 30 դիմանկար։ Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 10-ը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։